ճաշակել ենք եւ տեսնում ենք ինչքան քաղցր ու նվիրական է Տիրոջ սերը, սիրներ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Այսօր որ մենք այդ հաղորդությունը մասնակցում ենք, ես հիշեցի շատ տարիներ առաջ, ուրեմն մենք մի հատ տեսիր տեսնող ունենք, երբ որ հովը բարձրացրեց այդ գավաթը եւ աղոտ քարեց, ուրեմն երկնքից մի կաթիլ Քրիստոսի արյունը կաթած այդ գավաթի մեջ եւ ամբողջությամբ այդ Քրիստոսի արյունը մենք բոլորս վայելեցինք։ Սիրներ, այսօր ուղղակի ես հիշեցի այդ պահը։ Ամեն անգամ, երբ որ հովը բարձրացնում է այդ գավաթը, երկնքից այդ օրհնությունը գալիս է եւ այդ օրհնությունը մենք բոլորս վայելում ենք։ Ես ասում եմ նրանց համար, ովքեր որ այսօր հաղորդություն ընդունեցին, ովքեր որ չընդունեցին, թող նախանձավոր լինեն, որ իրանք էլ Տերը արժանացնի իրանց էլ այդ հաղորդությանը, որտեվ հաղորդություն Աստծո հետ դա շատ մեծ կարևոր բան է, քույր եղբայրներ ջան։ Ես մի թեմայի մասին եմ ուզում խոսամ, շատ կարևոր թեմա է։ Աստված սիրում է սրտով կանչողներին։ Համաձայն եք թե չէ։ Կան մարդիկ, որ իմիջայլոց են, գալիս են, բայց ուղղակի գալիս են, որ ներկա լինեն։ Կան մարդիկ, որ գալիս են, ասում են, ես պետքա գամ Տիրոջից առնեմ անպայման, նախանձավորեն։ Հիմա նայեք, Աստված տեսնում է թե չէ։ Աստված բոլորից տեսնում է, Աստված գիտի անգամ հենց հիմա դու նստած մտածում ես, այ մարդ, այսօր ինչ ճաշ պետքա սարքեմ։ Եկել ես պաշտամունքի մտածում ես, այ մարդ, այսօր ինչ ճաշ պետքա սարքեմ։ Աստված ասում է, թող այդ տնաշեն, այդ ճաշը, այդ ամեն բաները թող։ Դու եկել ես հիմա, որ Տիրոջը պաշտես, եկել ես սիրտդ բացես, եկել ես Աստծուց առնես, ինչ ճաշ պետքա ուտես դու հիմա ներկայությամբ։ Ամեն։ Մենք հիմա կերակուր ունենք ուտելու, եղբայրներս որ մեզի առատ կերակուր տվեցին, ու այդ կերակուրը մենք վայելում ենք, քույր եղբայր ջան։ Դրա համար Աստված սիրում է սրտով կանչողներին։ Ես կարդալու եմ, ուրեմն մի քանի տեղ եմ ես ուզում կարդամ, ուրեմն առաջինը որ պետքա կարդամ, Ծննդոց 19-րդ գլուխ, շեշտը 3-րդ խոսքի վրա է, բայց ես կկարդամ առաջի խոսքից։ Այն երկու հրեշտակները Իրիկվան դեմ Սոդոմ գնացին։ Ուրեմն երկու հատ հրեշտակ, հիշում եք, գնացին Սոդոմը կործանելու։ Սոդոմ Գոմորի մասին բոլորս լսել ենք, գնում էին Սոդոմը կործանելու, որտեղ Սոդոմը պղծված արդեն երկիր էր, եւ գնացել էին Սոդոմը կործանել, բայց հետաքրքիր է Սոդոմի դարպասների մոտ նստած էր մի անձնավորություն, որի սիրտը չէր սիրում այդ սոդոմական մեղքը, որի սիրտը այդ մեղքի աշխարհը չէր սիրում։ Ով էր այդ անձնավորությունը, նստած էր դարպասների մոտ։ Ղովտն էր, այո սիրներ, Ղովտը նստած էր դարպասների մոտ, պատկերացրեք քաղաքից ամեն անգամ գայս էր նստում էր դարպասների մոտ, ինչի համար նստում դարպասների մոտ, որովհետև սպասում էր մեկին, որ պետքա գա իրան ըտեղից ազատի, քույր եղբայրներ։ Այսօր մենք էլ գիտեք, նստած ենք այս մեղքի աշխարհի մեջ, բայց մեր ներսը երկնքի թագավորությունն է, այդ ձևա թե չէ։ Ու սպասում ենք, որ գալու է այդ մեկը, ու այդ մեկը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Օրհնյալ լինի Տիրոջանը, այսօր Արմեն աղբեր ասեց, մարդ չի է, որ ասի ու չանի, ինքը Աստված է, իր խոսքը զորավոր է, իր խոսքը գալիս է մեր սրտերի մեջ, ասում են ժայռից սրտերը անգամ քանդում է, Աստծո խոսքը շատ կարևոր է։ Եթե ընդամենը, նայեք, ասում եմ, լայն բաց քո բերանդ ու ես պետքա լցնեմ։ Ընդամենը դու բացողն ես քո բերանդ, ընդամենը դու քո սիրտդ բացողն ես, իսկ լցնողը հենց ինքը Աստված է։ Եվ ասում եմ, Ղովտը նստած է Սոդոմի դարպասների մոտ ու սպասում են, ինչպես այսօր մենք բոլորս հիմա նստած ենք այս աշխարհի դարպասների մոտ ու սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ ասում եմ, Ղովտը Սոդոմի դուռը նստել էր, Ղովտ տեսնելով զանոնք դիմավորելու ելավ ու իր երեսը մինչև գետինը ծռելով խոնարհություն արեց։ Ու ասեց. Աղե իմ տերերս, կաղաչեմ, ձեր ծառային տունը մտեք եւ գիշերը հոն կեցեք, ոտքերնիդ լվացեք, արտուն կանուխ ելեք ու ձեր ճամփան գնացեք։ Ինչ էր աղաչում։
ինձ մի քիչ փող տուր, ինձ մի քիչ ունեցված տուր, ինձ մի քիչ էս տուր, այդ էր աղաչում։ Չէ, ասում էր կաղաչեմ, ձեր ծառայի տուն եկեք։ Այսօր մենք էլ աղաչում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, ասում ենք Տեր Հիսուս, արի իմ տունս, քո ծառայի տունը մտի, խնդրում եմ քեզի, ոտքը կլվանամ, հաց կդնեմ։ Մենք մի հատ քույրիկ ունենք, այս քույրիկը ուրեմն մի անգամ մի հատ պապի ա գալ այդ քույրիկի տուն, դուրը բացում է, տեսնում է մի հատ հին մաշված շորերով պապի ա։ Ասում է, բալես, ասում է, ինձի հաց կտաս ուտելու։ Այս քույրիկն էլ ասում է, այ մարդ, այդ օրն էլ ոսպով սուպ էի սարքել, ամանչեցի ոսպով սուպ տայ, ասեցի, պապի ջան, ոչ մի բան չունեմ այսօր տունս։ Դե ասես չունես, ու ասում է, թողես գնաց։ Ասում է, գիշերը ես երաս տեսա։ Այդ նույն պապին եկավ, ասես բալես, որ անգամ ոսպով սուպ էլ ունես, դու այդ սուպը տուր։ Էդի մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր, համաձայն եք, Տերորդի ձեզ, Տերորդի սիրներ, այո, սիրտդ բաց արա Տիրոջ առաջ, մենք շատ հաճախ ընդունում ենք հրեշտակներ, բայց չգիտակցելը, որ էդի Տիրոջ հրեշտակն է, ու մենք այդ ձև բան ենք անում, Տիրոջ հրեշտակներ ենք, մի անգամ սա էլ ասեմ ուղղակի, որ Տիրոջ հրեշտակի մասին խոսացինք, մենք իմ երիտասարդ ժամանակ երիտասարդական պաշտամունք էր, գնացել է երիտասարդական պաշտամունքի, մեկ էլ Պավել եղբայրն է քարոզում է, որ ճանապարհին հրեշտակ տեսա, ես այդ հրեշտակին ուղեկցեցի, ուրեմն փողոցը ուղեկցեցի, ասում եմ մի ակնթարթ ֆրացի, դες պտտվեցի, պապի էր, մի հատ պապի էր, ասում է, ես այդ պապին դողդոջում պապի էր, տարա մինչև ընդեղ ֆրացի, ասում եմ, մեկ է տեսնում չկա այս պապին, ասում է, հասկացա, որ հրեշտակ էր։ Հիմա այդ պաշտամունքից օրտնված սենց հելել ենք, մի հատ եղբոր հետ ու գալիս ենք ճանապարհին ցուրտ ձմեռա, ասում եմ եղբայր, այ մի հատ հրեշտակը տես մենք տեսնենք, ինչքան լավ կներ, չէ, մենք էլ այդ հրեշտակին ուղեկցենք, ինչ հետաքրքիր կներ, մեկ է տեսանք, ընդեղ ասենք ճանապարհին մեկը խմած պարկած է, հենց գետնին պարկած է, ցուրտ ձմեռ, դե երիտասարդ էինք, մի քիչ նոր էինք, իմաստություն չունենք, ասեցի, Սամվել ասեցի, կարող է այսի հրեշտակը, կարող է Աստված մեզի փորձում է, տեսնի մենք այս մարդուն կօգնենք, թե չենք օգնի, ասի արի եթան կօգնենք, վերցրեցինք այս մարդուն, հիմա խմած մարդ, ցեխերի մեջ, կեղտոտ, վերցրեցինք այս մարդուն, ասինք այն մարդ, հիմա լավ, վերցրեցինք, ուր տանենք, տնից մենակ ես եմ հավատացյալ, տնեցիքսկի իմերեսը չեն ուզում տեսնեն, որ հավատացյալ եմ, մի հատ էլ պատկերացնում եք այդ խմած մարդուն տանեն մեր տուն, նույնն էլ է Սամվելը, տնից մենակ ինքն է հավատացյալ, այն մարդ ուր տանենք, ասի լավ Սամվել, արի իջացնենք մետրոյում տակա, գոնե այնտեղ մետրոյում իրան կընդունեն եւ այլն, մի բան կանեն էլի, մեղքա չմրսի ստեղ, ու տենց իջացրեցինք մետրոն, դեղ հանձնեցինք, դեղ ոստիկաններին հանձնեցինք, ասինք մեղքա խմած մարդա բան, ու հիմա հետ ենք դառնում, ասում եմ Սամվել, ասում եմ, հետաքրքիր ասում եմ, բայց ինչ լսել էի, բայց խմած հրեշտակ չէի լսել, էսի հաստատ հրեշտակ չէր, բայց ասենք այդ նախանձավորություն էլի, որ ուզում ես մեկի մի բան անես, կարող է դա հրեշտակ լինի, Քույր եղբայրներ, հիմա հետաքրքիր է, Ղովտը այդպես այդ նախանձավորություններ ինչ արեց, ասեց եկեք տերերս, եկեք իմ տունս, եկեք ձեզի հաց կտամ, ամեն բան կտամ, ոտերն հետ կլվակ, հաջորդ օր նորից կգրաք։ Եվ ինչ են ասում այդ հրեշտակները։ Անոնք ասեցին, ոչ, գիշերը փողոցը կկենանք։ Ղովտը ինչ ասեց, դե լավ որ փողոցը կկենաք, գնացեք փողոցը կեցեք։ Ձև ասեց, այ երորդ խոսքը ես ուզում եմ կարդամ, որ վերաբերվում է մեզ բոլորիս, Ղովտ շատ բռնադատեց Զանոնք, շատ բռնադատել գիտեք որն է, որ ասես չէ, ես ձեզ չեմ թողնի, դուք պետք է անպայման գաք իմ տունս, քույր եղբայրներ,
Պատկերացնում եք, ես Տիրոջս որ գտնեմ, ես չեմ թողնի Տիրոջս, ես անպայման պիտի տանեմ իմ տունս, մարդ կա սենց իմիջայլոց ասում, ես ասեցի, մի բերան ասեցի, բայց ասում չէ, շատ բռնադատեց, այդձև գրված է, կոնկրետ այդձև է գրված, Ղովտ շատ բռնադատեց զանոնք ու անոր դարձան և անոր տունը մտան ու անոր խնջույք հրավ և բաղար ջեփեց ու կերան, օրհնյալ լինի Տիրոջ անունը, քույր եղբայրներ ջան, ինչքան կարևոր է, երբ որ մարդը նախանձավոր է, Աստծուն նախանձավոր է, անպայման ինքը չի կարող առանց Աստծո ապրի, քույր եղբայրներ, ինչ վիճակի մեջ էլ որ կլինի։ Մենք մի հատ քույրիկ ունենք, հիմա ինքը երկնքի թագավորությունում է։ Այդ քույրիկը ուրեմն ամուսինը շատ էր ծեծում այդ քույրիկին։ Ասում էր՝ մի դառի հավատացյալ, դու խայտառակ ես արել մեզի։ Այս քույրիկը ասում էր՝ ես չեմ կարող առանց Հիսուսի ապրեմ։ Մի օր ծեծում է, տնից դուրս է հանում գիշերով։ Մեր մոտ է ցուրտ ձմեռներ ա լինում, ձեր ձմեռվա նման չի։ Գիշերանոցով, հենց գիշերանոցով տնից դուրս է հանում։ Այս քույրիկը 5-րդ հարկն են ապրում, բարձրանում է տանիքը, ու տանիքում այդ որ փեչերը որ վառում են, գալիս է այդ մի քարով բարձրանում է, ինքը կպնում է մեջքը տալիս է այդ փեչին, ու սկսում է այտենց սաղ գիշերը որ մնա, որ չսառի։ Ու սկսում է աղոթ քանել։ Աղոթ քանում հենց այդ գիշերը հենց այդ տանիքի մեջ Սուրբ Հոգով մկրտվում է, որ եղբայրը ասեց նախանձավոր լինենք։ Հենց այդտեղ Սուրբ Հոգով մկրտվում է այդ հալածանքի մեջ քույր եղբայրն ու սկսում է փառաբանել Տիրոջը։ Հետո իհարկե ամուսինը ընդունում է, մի օր տես տունը նստած են լինում, տան մեջ ակվարիում ունեն իրանք ձկները։ Ասում է ամուսին ջան, ասում է, այդ ձկները մեղք են, մի քիչ հանի այդ ձկներին ակվարիումից, թող դուրսը մի քիչ մնան։ Ասում այ կնիկ, որ ասում եմ հավատացյալ ես, խելքը թրծրել ես, ձուկ առաջ ջրի կապրի։ Ասում այ ամուսին ջան, բայց առանց Հիսուսի կապրեմ, չեմ կարող ապրեմ։ Քույրեր եղբայրներ, ինչքան օրհնյալ է, որ մենք Տեր Հիսուս Քրիստոս ունենք, եւ պին բռնենք իրան, ասենք Տեր, ես քեզ չեմ թողնի։ Ամեն։ Տերը սիրում է, գիտեք, Տերը հիմա տեսնում է մարդիկ, որ նախանձավոր են, սրտանց են, ինչ որ մի բան որ անում է սրտանց արա, սիրով արա, եւ Տերը քեզի ավելի շատ կօրհնի։ Մյուս անձնավորությունը, որ ուզում եմ կարդամ, սիրելիներ, որ նորից ինքը սրտանց ուրեմն Տիրոջներ կպել, սա իհարկե գրած է փոխաբերական իմաստով, բայց ես կարդալու եմ Հռութի մասին։ Հիշում եք, Նոեմի կար, կիսուր Նոեմին էր, ուներ երկու հատ հարս։ Մեկը ուրեմն որբան էր, մի հարսի անունը որբա էր, մի հարսի անունը Հռութ էր։ Հիմա երկու հատ հարս ուներ այդ կիսուրը։ Բայց հետաքրքիր է, ասենք, եկավ պահը, որ ինքը արդեն երեխաները մահացել էին, ամուսինը մահացել էր, ինքն էլ ուզում էր նորից գար իր երկիրը։ Եվ ինչ ասեց հարսներին, ուղղակի ժամանակի առումով բերանացի կասեմ այդ տեղերը։ Ինչ ասեց հարսներին։ Ասեց հարսներ ջան, գնացեք ամեն մեկը ձեր հոր տունը։ Այնտեղ կկարգվեք։ Դուք լավ հարսներ եք, լավն եք, ամեն ինչ նորմալ է, բայց գնացեք ձեր հոր տունը։ Հələ մի հատ մենք մեր հարսներին ասենք վազելով կետան իրանց հոր տունը։ Բայց այս հարսները հետաքրքիր է, գրված է այս ձև, ասում է իրանք սկսեցին լաց լինել։ Այդ որ հարսն է կիսուրի համար լաց լինում։ Հա։ Ահա, Տեր օրհնի։ Սկսեցին լաց լինել իրանց կիսուրի համար եւ ասեցին, չէ, ասեցին, մենք քո հետ ենք գալու։ Այս կիսուրը անդադ խոսում է, այ հարսներ ջան, ես ասում եմ, այստեղ հետաքրքիր ասում եմ, դուք մինչև անոնց մեծանալը, ասում եմ, եթե անգամ ես զավակ նորից ծնանեմ, դուք պետքա սպասեք մինչև անոնք մեծանան, ասում եմ, եւ դուք ատոր համար պիտի չկարգվիք ու այսպես պիտի մնայք, ոչ աղջիկներս, քանզի ձեզի համար շատ կցավին, որովհետև Տիրոջը ձեռքը ին վրա ծանրացավ, ու անոնք նորեն ձայնին վերցնելով լացեցին։ Եվ որբա, ուրեմն մի հարսը, լացեց, բայց վերջում որոշում կայացրեց։ Եվ որբա իր կեսուրին համբուրեց, բայց Հռութ անկե չզատվեցավ։ Որբան մի հարսը, երկուսն էլ լավն էին, բայց նայեք, երկուսն էլ հավատացյալ են, սենց ասենք։ Մեկ որ ասում ես
այ ախպեր դե մի արի կամ ինչ որ մի հատ ասում ես մատիտ մեջ փուշ կա, նեղանում է խռով մա թողնում է գնում է։ Բայց մյուս ասում է ինչ էլ որ ասեք, ես Աստծո տունը չեմ թողնի։ Տարբերություն կա թե չկա։ Ինչ էլ որ ասես, ես չեմ թողնի։ Եվ հետաքրքիր է այն մի հարցը թողեց գնաց, համբուրեց իր կիսուրը եւ թողեց գնաց։ Մյուս հարցը այս նախանձավորության մասին եմ ես ուզում այսօր կանգ առնենք ու եղբայրն ջան։ Ինչքան կարևոր է եւ Աստված գնահատում է, երբ որ մարդը եկել է, եթե եկել ես Տիրոջը, նախանձավոր եղի Տիրոջ համար, որ Տեր Աստված, ես քեզ չեմ թողնելու, ինչ էլ որ լինի, ինչ վիճակի մեջ էլ որ լինեմ, ես քեզ չեմ թողնի։ Եվ մյուս հարցը Հռութը էսև ասում։ Բայց Հռութ ասեց, ես հիմա կարդում եմ 16 խոսքից, առաջի գլուխ 16 խոսք Հռութի։ Բայց Հռութ ասեց, զիս մի համոզեր, որ քեզ թողնեմ, իզուր մի համոզի, որ քեզ թողնեմ ու քեզնե հեռանամ, քանզի ուր որ երթաս, ես հոն պիտի երթամ, ուր որ մնաս, ես հոն պիտի մնամ, քո ժողովուրդդ ինքը հրյա չէր, Հռութը հրյա չէր, հիմա ասում է քո ժողովուրդդ իմ ժողովուրդս պիտի լինի, ու քո Աստվածդ իմ Աստվածս պիտի լինի, ամեն, քույրեր եղբայր, ինչքան կարևոր բան է, սա որոշում է, գիտեք, սա որոշում է, սենց մեր լեզվով ասած պրիսյագա ինքը ընդունում, երթում է տալիս, քո Աստվածդ իմ Աստվածս պիտի լինի, ինքը ուրիշ Աստվածներ է ժամանակին պաշտել, բայց ինքը երբ որ տեսել է Աստծուն, կենդանի Աստծուն, ասում է ես չեմ թողնի, քո Աստվածդ իմ Աստվածս պիտի լինի։ Սա շատ կարևոր է եւ այդ բանը տեսնում Աստված քույր եղբայրն հիմա էլ մենք որ որոշում ենք կայացնում մեր սրտերի մեջ վճռական որոշում ենք կայացնում Աստված տեսնում է մեր սրտերը ուր որ մեռնես նայեք ինչ ասում ուր որ մեռնես ես ալ հոն պիտի մեռնեմ ու հոն թաղվեմ մենակ մահը Պողոս առաքյալը որ ասում է ինձ ով կարա բաժանել Քրիստոսի սիրուց մահն էլ անգամ չի կարա բաժանել մենք երկնքում հավիտյան Տիրոջ հետ պետք է ապրենք ու եղբայրներ ջան մենք չենք եկել այս ժամանակավոր կյանքի համար որ թողնենք ու հեռանանք մենք եկել ենք հավիտենության համար վաղը չեմ իսօր բոլորս էլ մեռնելու ենք խմբում այն օրը զանգում եմ մեր խումբ Երևան զանգում եմ ասում արդեն ծերացել ենք դե գոնե տեսնենք իրար բան ասում հլա համբեր եք ասում եմ թող ոչ մեկը չմեռնեք այսա մենք էսա գալիս ենք բիրիկ սախսել բիրիկ եթալու ենք երկնքի թակարություն մեկ այսա շատ քիչ ժամանակ է մնացել գիտեք չէ քույր եղբայրն ջան իրոք շատ քիչ կարճ ժամանակ է մնացել սենց սախս եթալու ենք կա մեկը որ էլ ուզում է մնա Սաղսս բոլորս միասին էթալու ենք երկնային թագավորություն ու վայելենք այն կյանքը, այն օրհնյալ կյանքը, որ Աստված ասում տվել է մեզի։ Եվ ասում ուր որ մեռնես, ես ալ հոն պիտի մեռնեմ ու հոն թաղվեմ։ Տեր ինձի այսպես ու ասկե ավելինն է, սա երթում է, գիտեք, ասկե ու ավելինն է, եթե զիս քեզ մե մահվանես զատ, ուրիշ բան մը զատ է։ Մենակ մահը կարա մեզ զատ է, ուրիշ ոչ մի բան։ Երբ Նոեմին տեսավ, որ անիկա միտքը դրեր էր իրեն հետ երթալ, ալ չխոսեցավ անոր, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Աստված տեսնում է, որ դու վճռական ես, որոշումդ կայացրել ես, քույր եղբայրներ ջան, որ Տեր ես ուրիշտեղ չունեմ գնալու։ Հիշում եք 72 աշակերտներ, իրանք էլ էին աշակերտ, թողեցին գնացին, երբ որ Հիսուս ասեց իմ արունս պիտի խմեք, իմ մարմինս պիտի ուտեք, ասում է խիստ այդ խոսքերը, թողեցին գնացին։ Եկավ Պետրոսին ասեց, դուք էլ եք ուզում գնաք։ Պետրոս ասեց, ուր գնամ, Տեր, ուր գնամ։ Ես գնալու տեղ չունեմ, քո մոտ հավիտենական կյանքի խոսքերն է։ Ես հազիվ եմ գտել այս կյանքը, ես գնալու տեղ չունեմ։ Եվ մյուսը որ պիտի կարդամ սիրներ, սա էլ կարդամ եւ կվերջացնենք։ Ղուկասի ավետարան 19-րդ գլուխն է, ուրեմն հենց առաջի խոսքից պիտի կարդամ, որը խոսում եմ Զաքեոսի մասին։
Օրը Հիսուս Երիքովի մեջ են կանցներ։ Այդ օրը անցնելու էր Հիսուսը։ Հիմա պատկերացնենք։ Եկեք պատկերացնենք, որ խոսքի այստեղի փողոցներից մեկում Հիսուսը անցնելու է։ Ոնց եմ ես վազելու։ Լսել եմ, բայց չեմ տեսել իր մասին։ Լսել եմ իր մասին, բայց իրան չեմ տեսել։ Ոնց եմ վազելու ու ժողովուրդը բոլորը գիտեին, որ այդ փողոցով պետք է այդ օրը Հիսուսը անցներ։ Եվ այդտեղ անձնավորություն կար, որի անունը ինչ էր։ Զաքեոս էր։ Ու այս Զաքեոսը հետաքրքիր է։ Գիտեք, քույր եղբայրներ, Զաքեոսը չասեց, ես ախր պաշտոնավոր մարդ եմ, կարևոր մարդ եմ, ոնց է, ես էթամ տեսնեմ, թող Հիսուսը գա ինձի տեսնի։ Ասաց, ես պիտի էթամ, այդ Հիսուսին տեսնեմ։ Լսել էր իր մասին, չէր տեսել Հիսուսին, բայց սիրտը հետաքրքիր է, սիրտը թխթխկում էր, ասում էր Տեր, ես քո մասին լսել եմ, բայց պիտի տեսնեմ այս անգամ քեզի։ Ինչ գնով լինի, ես քեզ պետքա տեսնեմ։ Մենք էլ գիտեք, Պետրոս առաքյալը նենց հետաքրքիր բան ասում է, կզարմանամ, որ չեք տեսել, բայց սիրում եք, սիրահարված եք իրան, սիրում եք իրան։ Չենք տեսել մենք էլ, բայց մենք սիրահարված ենք Հիսուսին, ամեն թե չէ։ Մենք իրան չենք տեսել, հա, տեսել ենք, նկար տեսել ենք, բան, մենք տեսել ենք, հաղորդակցվել ենք, բայց ոնց որ առաքյալներն են տեսել, մենք այդ ձև չենք տեսել, բայց մեր սրտերում ինչ անում, այդ կրակն է վառվում, Տեր Աստված, մի օր ես տեսնելու եմ քեզ։ Եվ հետաքրքիր է, ահա մարդ Զաքեոս անով, որ մաքսապետ ու հարուստ էր։ Կուզեր տեսնել, թե ով է Հիսուսը, բազմությունն չեր կրնար, վասնզի հասակով կարճ էր, կոլոտ էր։ Ուստի առաջ վազեց ու ժանտաթզերի վրա ելավ, որպեսի զանիկա տեսնե, քանի որ անկե պիտի անցներ։ Իրան էլ ոչ, գիտեք, հետաքրքիր գիտեք որն է քույր եղբայրներ։ Մարդիկ կան ասեն, որ հարուստ են, իր փառքը թույլ չի տալիս։ Մարդիկ կան, որ ասենք պաշտոնավոր են, իր փառքը թույլ չի տալիս։ Բայց ինքը ամեն բան սենց աղբ համարեց, ասեց ես պիտի գնամ, ես պետք է անպայման տեսնեմ։ Եվ տեսնելու միակ պայմանը այդ էր, որովհետև ինքը հասակով շատ կարճ էր, բայց սիրտը բաբախում էր ու ասեց ես պետք է բարձրանամ այդ ժանտաթզենին, որպեսզի ծառի վրայից տեսնեմ։ Ու բոլորը գիտեին, բոլորը ճանաչում էին, Զաքեոս մաքսապետին ճանաչում էին, բոլորը տեսնում էին, ասում էին այ մար Զաքեոսը հելա ծառը, հələ սրան նայի։ Այս է Զաքեոսն է, ինքը ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում, ով ինչ կասի, ով իրան ինչ խոսա, ինքը դրա մասին չէր մտածում։ Ես որ նոր էի հավատքի մեջ, հələ տենց պաշտամունքի է ձև չէ էլ գնում, մեր բակում երրորդ մաս տենց ֆանտաններ կա, այդ ֆանտաններում հավատացյալները եկան միկրոֆոնով պաշտամունք էին անում, երգերով, միկրոֆոններով։ Կուլտուրայի պալատի մոտ, հա, ես տեղ եմ ապրում։ Ուրեմն ես հիմա ուզում եմ գնամ պաշտամունքի, բայց մեր հայաթի բոլոր տղաները, աղջիկները, բան, բոլորը տեղ կանգնած են։ Ասի հիմա ես որ գնամ, բոլորը կտեսնեն, որ ես հավատացյալ եմ, 90 թվին տենց ուրիշ ձև էին նայում։ Ասի լավ, տարբերություն չկա, գնամ իմ տուն, մեր բալկոնը, պարզ երևում է մեր բալկոնից, ձայնը լսում եմ, ես իրանց տեսնում եմ, բալկոնում ինչ կլինի, ես իմ տանս մեջ կաղոթեմ, կերգեմ։ Գնացի ու հիմա այտենց իրանք երգեցին, միկրոֆոնով ասեցին, հիմա պետք է աղոթ կանենք, ես իմ տանս մեջ, ծունկի իջա, որ աղոթ կանեմ, մեկ էլ Տերը, հետաքրքիր է, Տերը խոսաց ինձ հետ։ Ասեց, ամաչում ես, որ ես քո Աստվածն եմ։ Ես սենց ոնց որ երման ջուրը լսնեին վրես։ Ու ինքան հետաքրքիր խոսած, երկրորդ նախադասությունը էս ասեց, երկու նախադասություն ասել, պարզ հիշում եմ մինչև հիմա։ Ասեց, դու էս մարդկանցից ամաչում ես, որ ես երկնքի Աստվածը քո Աստվածն եմ։ Սենց ոնց որ գետինը բացվեր, ես մտնեի գետին, այտենց ամաչեցի։ Ասի Տեր, ես հիմա պետքա գնամ, թող բոլորը տեսնեն, որ ես հավատացյալ եմ։ Ու դա եղավ իմ վճռական որոշումը։ Ես գնացի ու իրոք բոլորը այնտեղ կանգնած էին, բոլորը տեսան, որ ես հավատացյալ եմ, բոլորը այդ օրվանից իմացան, որ ես դառել եմ հավատացյալ։ Քույր եղբայրներ ջան,
որոշումը երբ որ կայացնում ես վճռական, երբ որ սրտիդ մեջ որոշում ես, Տեր, ես առանց քեզ չունեմ կյանք, թող բոլորը իմանան, թող բոլորը տեսնեն, որ ես այո պաշտում եմ քեզի, սիրում եմ քեզի։ Եվ այդպես Զաքիոսը չնայած որ կողքից ով կտեսներ, Մաքսապետեր ինքը կողքից մարդիկ ինչ կասեն իր մասին, ասես ես պետքա բարձրանամ ժանտատզենին եւ տեսնեմ Հիսուսին։ Եվ երբ որ տեսավ այդ բանը հետաքրքիր է, ինքը անում էր այդ գործողությունը, բայց տեսնում էր Աստված։ Աստված էլ տեսնում է մեր սրտերը, քույր եղբայրներ ջան։ Երբ ասում է, երբ Հիսուս այնտեղը եկավ, վեր նայելով Զանիկա տեսավ ու սավ անոր. Զաքիոս, շուտը ատկե վարիչիր, վասնզի այսօր քո տունդ պիտի կենամ։ Օրհնյալի Տիրոջ անունը, քույր եղբայրներ։ Հետաքրքիր է, չի ասեք, որ Զաքիոսը բառ չի խոսացել Հիսուսի հետ։ Ինքը ընդհանրապես ուզում էր տեսնել, բայց իր սրտի մեջ ինքը խոսում էր Հիսուսի հետ։ Իսկ Աստված տեսնում է, քույր եղբայրներ, մեր սրտերը, ինքը իր սրտի մեջ ասում էր. «Ախ, երանի, Հիսուսը գար իմ տուն այսօր։ Ախ, երանի Հիսուսին տանե իմ տունս այսօր», քույր եղբայրներ։ Էդի տեսնում էր Հիսուսը։ Լսում էր Հիսուսը եւ ինքը բառ չի խոսացել, բերանը չի բացվել Զաքիոսի, որ ինչ-որ բառ ասի, բայց Հիսուսը տեսնելով Զաքիոսի սիրտը, ասեց. Զաքիոս, վայրիչի, այսօր քո տուն եմ գալու։ Ով ասում Հիսուսը գա այսօր տուն։ Ես ուզում եմ, որ Հիսուսը այսօր գա իմ տունը։ Ու ես էլ ասում եմ, իմ սրտիս մեջ, իմ հոգուս մեջ, Տեր Հիսուս, արի իմ տունս, ես քո կարիքը ունեմ, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ինչքան լավն է մեր Հիսուս Քրիստոսը, քույր եղբայրներ։ Սենց որ նայում ես, ասում ես, Տեր Աստված, ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ ես քեզ ճանաչում եմ։ Աշխարհի ամենաուրախ երջանիկ մարդն եմ, որ ես Աստված ունեմ, Հիսուս Քրիստոս ունեմ, քույր եղբայրներ։ Դրանից անկում երջանկություն չկա, որտեղ մենք շուտով ոնց որ ասացինք, կարճ ժամանակ հետո բոլորս միանալու ենք Հիսուս Քրիստոսին իր ոտքերի մոտ ու վայելելու ենք բոլորս միասին երկնային արքայությունը։ Փառք մեր Տիրոջը, ամեն։